Պարոն Ջեհանյան, փաստորեն պղնձամոլիբդենային գործարանը իմացանք, որ հումք է մատակարարում, հա, տեղական հումք է մատակարարում, որպեսզի այս ամենը ինչ որ այսօր մենք տեսնում ենք արտադրվի, կոնկրետ որ ոլորտների եւ ինչ հումքի մասին է խոսքը։ Դե կոնկրետ այդ հումքի մատակարարում ուղղակի ԶՊՄԿ-ն եւ ընդհանրապես մեր ոլորտը կարևորագույն հումք է տալիս IT համար եւ ռազմական արտոնաբերության համար, որովհետեւ առանց մետաղների անհնար լինի ընդհանրապես զարգացումը, ընդհանրապես արհեստական բանականությունից սկսած մինչեւ ռազմաարտոնաբերության արտադրանքը, որովհետեւ օրինակ երկու օրինակ կարող եմ բերել, այն կարևորագույն մետաղները, որ Հայաստանում կան, դա պղինձն ու մոլիբդենն են, առանց պղնձի օրինակ էլեկտրոնային ոչ մի բան չէր կարող լինի, ոչ մի արհեստական բանականության հետ կապված ոչ մի զարգացում չէր կարող լինի, որտեղ այդ ամեն ինչի հիմքում այդ բոլոր տեխնոլոգիաների հիմքում օգտագործվում է պղինձը։ Եվ նմանապես շատ կարևորագույն մետաղը մոլիբդենը, որը Հայաստանը ունի մեծ արդյունանման ներուժ եւ արդյունահանում, օրինակ մոլիբդենը օգտագործվում է համաձուլվածքների մեջ, զրահատեխնիկայի մեջ, հրթիռների մեջ, այսինքն կարևորագույն մետաղ է ռազմական արտոնաբերության համար եւ օրինակ մի տենց հետաքրքիր կապ կա, երբ որ ինչ որ ռազմական գործողություններ են աշխարհում տեղի ունենում խոշոր, դրանից հետո շատ մեծ ավելանում է մոլիբդենի պահանջարկը եւ մոլիբդենի գները, այսինքն մոլիբդենի դեպքում, որը Հայաստանի կարևորագույն արդյունանվող մետաղներից է, ուղղակի կապ կա ռազմական արտոնաբերության եւ մոլիբդենի գների եւ պահանջարկի միջեւ։ Իսկ որքանով է մրցունակ, այ դուք ասացիք, որակի եւ մատչելիության առումով տեղական արտադրանքը ներկրվող արտադրանքի համեմատությամբ։ Տեսեք, եթե դուք հումքային արտադրանք, ես կարամ հումքային արտադրանքի մասով ասեմ, ոչ թե ռազմաարտոնաբերական, հումքային արտադրանքը ինքը որակական տարբերություն չկա Հայաստանինն է, Չինաստանինն է, թե ուրիշ երկրների արտադրությունն է։ Իսկ ինչ վերաբերում է ռազմաարտոնաբերության արտադրանքին, դրա մասով պետքա իմ կարծիքն եմ ասում, մասսայական լինի, այսինքն մեծ ծավալով արտադրվի մասշտաբի հաշվին, որ մրցունակ լինի նույն չինականի կամ ուրիշ արտադրողների հետ։ Այդ առումով շատ կարևոր մենք տեսնում ենք այսօրվա միջոցառմանը, որ այդ մասսայականությունը ապահովում է տարբեր արտադրողների կողմից եւ մենք կարծում ենք, որ մեր ոլորտն էլ մասնակցություն ունի դրա մեջ, նրանով որ ապահովելով պետական բյուջեի մուտքերը, ինչ որ չափով հարկերի ձևով մեծ մուտքեր ենք մենք ապահովում, այդ մուտքերը նաև ուղղվում է այս կարևորագույն ոլորտի, ռազմաարտոնաբերական ոլորտի զարգացման մեջ պետական ծրագրերի միջոցով։